Բարև ձեզ, ես Վովա Հակոբյանն եմ, այսօր Փաստաբանի ընդունարան հաղորդման շրջանակներում խոսելու ենք Փաստաբան Տիգրան Սարգսյանի հետ։ Թեման լինելու է պատգամավոր Հայկ Սարգսյանի առաջարկած օրենքի նոր նախագիծը, որը վերաբերում է զինվորական ծառայությանը։ Պարոն Սարգսյան, ինչ ունենք այսօր օրենքում եւ այս փոփոխություններով ինչ է առաջարկում, ինչ կփոխվի մեր կյանքում, եթե օրենքը ընդունվի։ Շնորհակալ եմ Վովա ջան։ Մենք այսօր շատ կարևոր հարց ենք քննարկելու, որովհետեւ մենք տասնյակ հազարավոր քաղաքացիներ ունենք Սփյուռքում եւ իրենք անհամբեր հետեւում են փոփոխություններին, անընդհատ սպասումների մեջ են։ Տասնյակ հազարավոր երիտասարդներ հնարավորություններ են փնտրում Հայաստան գալու եւ իրենց խնդիրները կարգավորելու։ Մենք այսօր ունենք կարգավորում եւ այսօրվա կարգավորմանը համաձայն քաղաքացիները կարող են քրեական հետապնդումը դադարեցնել 27 տարեկանից հետո ծառայության մեկնելու պայմանով կամ վճարում կատարելու պայմանով, եթե իրենց 27 տարին լրացել է մինչև 2024 թվականի փետրվարի 12-ը, որովհետև օրենքը, որը այսօր գործում է, այնտեղ սահմանված է, որ տարածվում է նրանց վրա, ում 27 տարին լրացել է մինչև օրենքի ուժի մեջ մտնել, իսկ օրենքը ուժի մեջ է մտել 24 թվականի փետրվարի 12-ին։ Քրեական գործ հետապնդում ունեցող տղաները գալիս ներկայանում են, պարտադիր պայման է, որ ինքնակամ կամավոր ներկայանան եւ հնարավորություն է տրվում քրեական հետապնդումը դադարեցնել կամ 27 տարեկանից հետո ծառայության մեկնելու պայմանով կամ ծառայության դիմաց վճարում կատարելով այսօրվա դրությամբ 15 միլիոն դրամ է սահմանված։ Մենք ունենք հնարավորություն 1 ամիս ծառայելու եւ 8 միլիոն դրամ վճարելու, 6 ամիս ծառայելու 5 միլիոն դրամ վճարելու եւ 1 տարի ծառայելու 2.5 միլիոն դրամ վճարելու հնարավորություն կա։ Կրկնում եմ, սա վերաբերվում է նրանց, ում 27 տարին լրացել է մինչև նշված կարգավորումների ուժի մեջ մտնելը, այսինքն մինչև 2024 թվականի փետրվարի 12-ը։ Նրանք, ում 27-ը լրացել է 24 թվականի փետրվարի 12-ից հետո, իրենք գալով Հայաստան հնարավորություն չեն ունենում 27-ից հետո մեկնել ծառայելու կամ 27-ից հետո ծառայության դիմաց վճարում անելու եւ այստեղ խնդիր կա, գալով Հայաստան իրենք քրեական հետապնդման են ենթարկվում։ Այո, քրեական հետապնդման են ենթարկվում, իրենց գործերը կարող են ուղարկվել դատարան եւ այնտեղ իրենք կարող են դատապարտվել։ Պրակտիկայում նման դեպքերում դատապարտվում են որպես կանոն պայմանական, այսինքն չեն ուղարկվում ազատազրկման վայր, իրական ռեալ պատիժ չեն կրում, ամեն դեպքում իրենք ընկնում են երկարատև դատական, քննչական process-ների մեջ եւ դատապարտություն են ունենում։ Այո։ Եվ նաեւ նշեմ, որ այն տղաները, ովքեր ունեցած են լինում առողջական խնդիրներ, այնպիսի խնդիրներ, որոնցով իրենք պիտանի չէին ծառայության համար, չեն եկել, չեն ներկայացել, քրեական գործը հարուցվել, բայց եթե գալի ներկայանում են եւ դատաբժշկական փորձաքննություններով հիմնավորվում է, որ գալու ներկայանալու դեպքում միևնույն է իրենք պիտանի չէին լինելու ծառայության, այդ դեպքում համարվում է, որ իրենց արանքներում հանցանք չկա։ Պատկերացնենք տղան ունի հիվանդություն եւ չի եկել, չի ներկայացել, չի հետազոտվել, քրեական գործ հետապնդում է իրականացվում, գալու ներկայանալու դեպքում հաստատվում է, որ ինքը միևնույն է պիտանի չէր, այսինքն գար ներկայանալ միևնույն իրեն չէին տանելու, նման դեպքերում համարվում է, որ առարկում հանցանք չկա։ Եվ նման դեպքերում քրեական հետապնդումը դադարեցվում է առանց վճարի եւ առանց ծառայելու պահանջի։ Հիմա առաջարկվող փոփոխությունները, եթե ուժի մեջ մտնեն, եթե ազգային ժողովը ընդունի այս տեսքով օրենքի նախագիծը, այդ դեպքում ինչ կունենան։ Տեսեք, եթե այսօրվա ներկայացրած նախագիծը ընդունվի, բավականին վիճակը փոխվում է։ Եթե այս պահի դրությամբ վճարում կարող են անել 27 տարին լրացածները, նախագծով նախատեսվում է, որ վճարում կարող են անել 18 տարեկանից սկսած մինչև 37 տարեկան։ Սահմանային շերմը, որովհետև բարձրանում է տարում 37 տարեկան։ Այո։ Եթե հիմա ծառայության տարիքը 18-ից 27-ն է, նախագծով դառնում է 18-ից 37 եւ վճարում անելու համար կարիք չկա սպասելու մինչև 27 տարի։ Մինչև արդեն 37 տարի։ Այո, մինչև 37 տարեկան ինքը զորակոչի ենթակա է։ Օրինակ պատկերացրեք, մենք ունենում ենք տարկետումներ, առողջական վիճակով պայմանավորված, անձը կարա 18 տարեկանում ստանա տարկետում, 23-ում, 26-ում, 33-ում, 36-ում եւ եթե մինչև 37 առողջացավ, ինքը ենթակա է զորակոչի։
Հիմնական էական փոփոխությունները կայանում են տարիքային շեմի բարձրացման մեջ։ Ունենք նաև վճարման գումարի փոփոխություններ։ Բարձրանում կարծես։ Այո։ Եթե մենք այս պայի դրությամբ ունենք 15 միլիոն վճարելու հնարավորություն եւ ընդհանրապես ազատվելու հնարավորությունը վերացվում է։ Պարտադիր նվազագույն 1 ամիս ծառայելու պայման կա։ Եվ 2 տարվա փոխարեն, եթե քաղաքացին ցանկանում է ծառայել 1 ամիս, ինքը վճարում է 20 միլիոն դրամ։ Այսօրվա կարգավորումներով 1 ամիս ծառայելու ցանկություն ունեցողը 27 տարին դրացած, ինքը վճարում է 8 միլիոն դրամ։ Այո։ Բայց վերաբերում է դա արդյոք նախորդ դեպքերին, թե դա եթե դու 18 տարեկան ես ու չես ուզում ծառայել, դրան է վերաբերում միայն։ Բոլորին։ Տեսեք, դա վերաբերում է, եթե այսօրվա կարգավորումներով օգտվում են միայն 27 տարին դրացածները։ Հիմա բոլորը մտնում են այս օրենքի այս շրջանում։ Այո, 18-ից 37 ընկած հատվածում ցանկացած ժամանակ կարող ես 18 տարեկանում միանգամից վճարել, կարող է դու 18 տարեկանում առողջական վիճակով տարկետում ստանաս 3 տարով հետո առողջանաս Եվ որոշես, որ վճարում ես օրենքով կամ մեկ ամսից ծառայել։ Եվ հետո քեզ պիտանի են ճանաչում, ասում են դու պետք է զորակոչվես, որոշում ես կայացնում, ընտանիքը որոշում է կայացնում, վճարվում է 20 միլիոն դրամ եւ ինքը մեկ ամիս է ծառայում։ Կա տարբերակ 5 միլիոն դրամ այսօր, եթե վճարում են եւ 6 ամիս են ծառայում, 6 ամիս ծառայության համար նախագիծը առաջարկում է 15 միլիոն դրամ։ Այսինքն տարբերակ կա, որ 20 միլիոն չվճարես, 15 միլիոն վճարես, բայց կծառայես 6 ամսյա ծառայություն պետք է անցնես։ Այո, 6 ամիս։ Դա է տարբերակը։ Նաև քրեականացվում էր հետազոտություններից խուսափել, եթե քրեական գործի շրջանակներում քեզ ուղարկում են հետազոտությունների եւ խոչընդոտում ես կամ հրաժարվում ես, ապա քրեականացվում է դա ինչի համար է արվում եւ ինչ կարող է ծածկել, ինչ դեպքեր կարող են ծածկել։ Տեսեք, զորակոչիկը եթե զինկոմիսարիատի կողմից ճանաչվում է պիտանի, սակայն չի ներկայանում, զինկոմիսարիատը գործեր ուղարկում է քննչական կոմիտե եւ քրեական գործ է հարուցում։ Քրեական գործով պարտադիր նշանակվում է դատաբժշկական փորձաքննություն, որ հասկանան զինկոմիսարիատը ճիշտ է գնահատել զինվորական հանձնաժողովները բժշկական ճիշտ են գնահատել նրա առողջական վիճակը, որտեղ հիմնականում բողոքը լինում է կապված նրա հետ, որ պատշաճ չեն հետազոտել, ճիշտ չեն գնահատել, եւ քննիչը նշանակում է դատաբժշկական փորձաքննություն, որ կարողանա գնահատի իր վիճակը։ Եվ պատկերացրեք մեղադրյալը կամ եթե մեղադրյալ չի վկայի կարգավիճակով հանդես եկող զորակոչիկը չի գնում փորձաքննություններին։ Արդյունքում զրկում է քննչական կոմիտեին գնահատել իր առողջական վիճակը, գործով ճշմարտացիությունը բացահայտել։ Եվ բնականաբար նման դեպքերում կարան քրեական գործերը դանդաղեն, խնդրեմ լինի։ Գտնում եմ, որ ընդհանուր ոլորտի կարգավորման առումով դրական մոտեցում է։ Եկեք, քանի որ խոսեցիք դրականի մասին, եկեք սկսենք օրենքի դրական մասերին անդրադառնալ, նախագծի ավելի ճիշտ, հետո բացասականի։ Ահա, շատ լավ։ Նախագիծը ունի դրական կողմեր, նաև ունի բացասական կողմեր։ Առաջինը խոսենք դրական կողմերի մասին, բացասականը թողենք զրույցի վերջում, դրական կողմերը որոնք են։ Տեսեք, պատգամավորը ներկայացնում է, որ զորակոչին մասնակցող տղաների ընդամենը 30%-ն է զորակոչում։ Իհարկե կարող ենք կասկածել, որ այնտեղ կան կոռուպցիոն ինչ-որ դրսևորումներ, չի բացառվում։ Եվ եթե կա կոռուպցիա, եւ եթե կան մարդիկ, ովքեր ցանկանում են գումար վճարելով, ծախսելով, կոռուպցիոն ճանապարհներով իրենց խնդիրները լուծել, ինչու չփորձել դաշտը կարգավորել եւ վճարները ուղղել պետական բյուջե, դրանով նպաստել զինված ուժերի զարգացմանը, արդիականացմանը եւ միևնույն ժամանակ այն ծնողները, որոնք մոլուցքով, կուրորեն ցանկանում են հետ պահել, ինչու իրանց համար այլընտրանք չնախատեսել եւ մղել զեղծարարությունների կամ հանցագործությունների։ Եթե կա նման վատ բացասական երևույթ կոռուպցիա եւ եթե դրա դեմը կանգնեցնել հնարավոր չէ, պետք է ճանապարհ ցույց տալ, այսինքն այլընտրանքային ճանապարհ պետք է ցույց տալ եւ այդ գումարները թող օրինական վճարվեն
եւ ուղղվի բանակի հզորացման։ Ինքը վարչակցության բացի կոռուպցիայից նաև քաղաքացիությունից են հրաժարվում լքում երկիրը եւ դա այդտեղ նույնպես կետ կար, որ քաղաքացիությունից տղաների հրաժարվելու դեպքում մինչեւ 18 տարեկան տղաների 15 միլիոն դրամ պետք է դույժ վճարվի։ Դրա դրական կողմն էլ կներկայացնեմ, բացասական կողմն էլ։ Նայեք, առաջինը տեսեք, կոռուպցիոն մեխանիզմների դեմ պայքար։ Այսինքն մենք այս օրինական վճարը նախատեսելով կոռուպցիոն մեխանիզմների դեմ պայքար ենք անում։ Այսինքն քաղաքացին ինչի է այսօր կաշառք տա 3 տարով հետաձգվի, մի հատ էլ կաշառք տա նորից 3 տարի, միանգամից ինքը այդ 20 միլիոնը կվճարի ու հարցը կփակի։ Բյուջե կգնա, ոչ թե մեկի։ Հակառակ դեպքում ինքը մինչև 37 տարեկան անդադ պիտի կաշառքներ տա։ Բնականաբար շահավետ է օրինական ճանապարհով վճարով հարցը լուծել։ Մյուս տարբերակը ճիշտ եք ասում, քաղաքացիությունից հրաժարվելը։ Եթե դու Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվում ես, բնականաբար նպատակ ունես այլ պետության քաղաքացիություն ստանալ, որը անվճար չի տրվում։ Ցանկացած բավական մեծ գումար եւ ծանր աշխատանք։ Այո, նախ Հայաստանը լքում են, հեռանում են, դրսում աշխատանք գտնել, կացարան, բնակավայր գտնել, ձեռք բերել, վարձակալել կամ գնել։ Դեմոգրաֆիական աղետի առաջ են տանում բացի։ Այսինքն իրենք համ Հայաստանը լքում են, համ հսկայական գումարներ են ծախսում դրսում ապաստարան ունենալու համար։ Ինչի այդ գումարները չուղեն հայկական բյուջե եւ մնան Հայաստանում։ Իհարկե, համ կմնան իրենք Հայաստանում, համ գումարները կուղվի պետական բյուջե եւ այդ առումով մեր արտագաղթող քաղաքացիների մի հսկայական ստվար հատված այլևս չի արտագաղթում։ Որ ընտանիքներով են արտագաղթում։ Այո, իհարկե։ Արտագաղթելուց հետո Հայաստանում խնդիրը մնում է, չեն կարողանում վերադառնալ մինչև 37 տարեկան չէ՞ կարծես։ Այո։ Եվ այս առումով նախագիծ ունի դրական կողմեր, դրական կողմեր ունի։ Դրական կողմերի մեջ նաև այն միտումը կա, որ տեսեք, եթե մինչև 27 տարեկանն էր զինծառայության տարիքը, մեր քաղաքացիները անընդհատ սպասողական եւ համբերատար սպասում մինչև դրան այդ։ Ահա, ճիշտ է։ Երբ որ դառնում են 37, արդեն իրենք հասկանում են, խնդիրը պետքա կտրուկ լուծել։ Կամ այսօր կամ երբեք արդեն։ Հա։ Այս առումով ես չեմ պատկերացնում, որ 30 տարեկան տղան, եթե մինչև 30 տարեկան չի ծառայել, 30-ից հետո կծառայի։ Բայց ինքը արդեն չի ձգտի հասնել 30 առանց ծառայելու։ Ինքը ընտանիքը արդեն 18-19 մինչև 20 տարեկան հարցը կլուծի։ Կամ կծառային, կամ գումար կվճարեն։ Եվ բացասականը ինչ փոփոխություններ կբերի, ինչ բացասական էֆեկտներ կտա։ Տեսեք, բացասականը ինքը կարա բերի հասարակության մեջ խորը սոցիալական խնդիրների։ Հիմա նայեք, շատերը մենք նաև Facebook-ով հետևում ենք, շատերը արտահայտվում են, որ սա հարուստների համար է։ Ես համաձայն չեմ, սա հարուստների համար չի։ Սա միջին խավի համար է, որովհետև 20 միլիոն առանց այն չեն ծառայում։ Ապրեք, շատ ճիշտ է։ Հիմա մեխանիզմները գիտեն։ Այո, հարուստները միևնույնն է չեն ծառայում։ Եվ ճիշտ ասած, մեր ժողովուրդը, որ ասում է մեծահարուստները իրենց խնդիրները լուծում են։ Այսինքն այլ երկրի քաղաքացիություն ստանալ, կոռուպցիոն ճանապարհով ուղղակի երկրից մեկնել։ Եվ բացի այդ 20 միլիոն դրամը դա այն գումարն է, որ միջին խավը կարա նաև պարտքով բանկերից վարկեր վերցնելով ունենա։ Սա միջին խավի համար է։ Եվ այստեղ ես վտանգավոր բան եմ։ Բայց այսինքն բանակը դառնում է աղքատների վայրը, հա։ Այդ դեպքում։ Եթե հիմա միջին խավի եւ աղքատների վայրն էր, հիմա կդառնա միայն աղքատներին օրինակ։ Հա։ Տեսեք, բայց ինձ ավելի շատ ուրիշ բան անհանգստացնում։ Տեսեք, այս 20 միլիոն դրամը մեր քաղաքացիները հայթայթելու են։ Երևի Երևանաբնակ քաղաքացիների, եթե նենց համարձակ բան ասեմ, 80-90% այս 20 միլիոնը հայթայթելու է։ Հիմա ինձ արդեն փողոցում նույնիսկ քաղաքացիները մոտենում են եւ շատերը ուրախ են, որ այս օրենքը ընդունվում է։ Իրանք ունեն 16-17 տարեկան տղա եւ իրենք ասում են մենք մինչեւ հիմա չենք պատկերացնում թե ոնց ենք անելու, ինչ ենք անելու, հիմա պատկերացնում ենք։ Բնակարանը կգրավադնեն եւ այդ 20 միլիոնը կունենան։ Այսօր մեր քաղաքացիների երևի 60-70%-ը բանկերում, դահականներում մոտ 20 միլիոն վարկեր ունեն, շատերը։ Ավտոմեքենան վարկով են քշում, բնակարանը ձեռք են բերում հիպոթեկով, վարկով, 2 հոգի, 3 հոգի աշխատում են ընտանիքում, ամեն մեկը մի քիչ որ վերցնում է, 20 միլիոն վարկ հաստատ լինում է։ Եվ գիտեք ցավալին որն է, որ իրենք ամեն գնով պատրաստ են
տղաներին ազատել ծառայությունից եւ այս 20 միլիոն ձեռք բերելը դժվար չի լինելու։ Իրենք ձեռք են բերելու, իրենք վճարելու են, տղան չի ծառայելու։ Արդյունքում հասարակության մոտավորապես 80%-ը խրվելու է վարկերի տակ, նոր վարկերի։ Հա, հիմա իրանք արդեն վարկերի տակ են, բայց պատկերացնում եք, եւ այս վարկը ինքը մեքենա չի, որ քեզ ծառայի, օգնի, դու մեքենայով կարող ես վաստակես, հա։ Դա կարող է քո ներդրում չի, այսինքն։ Հա, շատ ճիշտ է, դա ներդրում, դա բիզնես վարկ չի։ Այսինքն դու դա չես վերցնում, որ հետո օգուտ ունենաս ու տոկոսները փակես ու վերջում վարկից ազատվես։ Սա անօգուտ վարկ է լինելու։ Անօգուտ վարկ է լինելու, բայց իրենք մտնելու են սրա տակ։ Ու սա բերելու է մեծ սոցիալական խնդիրներ հասարակության մեջ։ Պատկերացրեք, ընտանիքում երկու տղա կա, երկու տղա։ Գալիս է առաջինի մեծի բանակ մեկնելու տարիքը։ Մայրը սարսափած բանակից, հայրը ասում է տղայա թող գնա, պետք է ես էլ եմ ծառայ, բայց մայրը սարսափում է։ Մայրը սարսափում է եւ ստիպված ընտանիքում որոշում են կայացնում, որ պետք է վճարեն ու տղան չծառայի, որովհետեւ այդ 2 տարին հետո մայրը գնալու է հոգեբուժարան, հա, պատկերացնենք այս վիճակ։ Ու իրանք գնում են իրանց մեծ տղայի համար այդ միջոցները հայթայթում են։ Հետո գալու է փոքրի ժամանակը։ 1 տարի հետո, 2 տարի հետո գալիս է փոքրի ժամանակը։ Եթե իրենք փոքրի համար եւս այդ միջոցները հայթայթեն, ընտանիքով գնում են ֆինանսական կործանման ճանապարհն են բռնում։ Եթե հայթայթեն եւս երկրորդի համար։ Եթե չհայթայթեն, պատկերացնում եք հոգեբանորեն փոքր տղան։ Այսինքն ինքը ինչ է ասելու փոքր տղան, ասելու է դուք իմ եղբոր համար ճարեցիք այդ գումարը, ազատեցիք, իմ համար չէ։ Նրան ավելի շատ եք սիրում, քան ինձ։ Հա, բայց նախորդ մենք փասեցինք, որ միջին խավի համար է եւ եթե չեն կարող մտնել այդ բերի տակ, հազիվ թե որոշեն այդպեսի։ Տեսեք, կարում են։ Այդ ցավը այնա, որ կարում են։ Եթե սա լիներ օրինակ 100 միլիոն դրամ, ես չէի անհանգստանա։ Ես կասեի սա Պարոսացին ես ճիշտ հասկացա, որ առաջարկում եք ավելի բարձր սահմանել այդ շեմը։ Պետք է հասկանանք սա ում համար է։ Եթե սա հարուստների համար է, պետք է բարձր։ Ուրեմն պետք է լինի վճարը 100 միլիոն դրամ։ Եթե սա հարուստների համար է, հարուստ ավելի լավ է ինքը լինի հարուստների համար, քան միջին խավի։ Եթե ինքը եղավ միջին խավի համար, այս միջին խավին մենք դարձնելու ենք աղքատ, որովհետև այս միջին խավը ստանալու է այդ 20 միլիոնը, իր համար հասանելի է լինելու այս 20 միլիոն, ինքը վճարելու է, ընկնելու է երկարատև վարկի տակ, որը եկամտաբեր չի, ել եմ կրկնում, բիզնես վարկը ինքը եկամուտ է բերում, դու տոկոս ես մարում։ Եթե դու վերցնում ես բնակարանային ապահովման, բնակարանային պայմանների բարելավման վարկ, ինքը էլի քո կյանքի որակը բարձրացնում է։ Պարոն Սարգսյան, վերջում, իսկ եթե մենք դիտարկում ենք այն հանգամանքը, որ կառավարությունը, պետությունը նպատակ ունի գնալ դեպի պրոֆեսիոնալ բանակի, ապա այս մեխանիզմը, եթե մենք անցնենք ապա այդ բանակին, կարող է արդյունավետ լինել, որովհետև ժամկետային ծառայությունը չի լինելու, հիմնական ուժը չի լինելու մեր բանակի եւ լինելու պրոֆեսիոնալ զինվորականները։ Տեսեք, պրոֆեսիոնալ բանակին ես կողմ եմ, գտնում եմ, որ ցանկացած բնակավար պետք է վստահել պրոֆեսիոնալների, զինված ուժերը առավել եւս։ Այնտեղ մենք գործ ունենք հրազենի հետ, գործ ունենք մարդու կյանքի եւ առողջության հետ, որոնք ամենաբարձր արժեքներն են եւ այնտեղ ոչ պրոֆեսիոնալները գտնում են, որ պետք է անելիք չունենան, վտանգավոր է ոչ պրոֆեսիոնալին վստահել զենք։ Իհարկե, պրոֆեսիոնալը ճիշտ է, բայց եթե մենք գտնում ենք, որ պրոֆեսիոնալ բանակ ունենալու համար է պետք է 20 միլիոնը վճարել, եթե մենք այդպես ենք մտածում, դուրս է գալիս բանակ պահելու բեռը դրվում է տղա երեխա ունեցող ընտանիքների Ես վրա։ նկատում եմ, պարոն Սարգսյան, եթե մենք գնանք պրոֆեսիոնալ բանակի եւ ժամկետային ծառայությունը քիչ-քիչ դուրս գա, ապա այս ընտանիքները, որոնք դուք մտահոգություն հայտնեցիք, որ կընկնեն նոր վարկերի տակ, ապա չեն ընկնի ըստ էության, որովհետեւ արդեն պրոֆեսիոնալ բանակի Իսկ եթե պրոֆեսիոնալ բանակը պետքա ստեղծվի այս 20 միլիոն դրամ վճարների նպատակով, հույսով, դուրս է գալիս սոցիալական անարդարություն, որովհետև բանակը պաշտպանում է բոլորին, բայց վճարում են տղա ունեցողները։ Այո, դուրս է գալիս, որ տղա ունեցող ընտանիքները պետքա ավելի շատ վճարեն պրոֆեսիոնալ բանակ ունենալու համար, բայց այդ նույն պրոֆեսիոնալ բանակը պաշտպանում է նաև մյուս ընտանիքներին, անհավասարությունը։ Այդ դեպքում ավելի ճիշտ գրագետ կլինի, եթե ընդհանուր հարկային մուտքերը չեն ապահովում պրոֆեսիոնալ բանակի ստեղծման
պայմանները կարելի առանձին հարկատեսակ ավելացնել, այո։ Եվ այդ հարկատեսակը պետքա վճարեն բոլորը, անկախ նրանից աշխատում են, շահավետ ունեն, զավակ ունեն, չունեն, հա, որ սոցիալական արդարություն լինի, բոլորի համար հավասար լինի։ Շնորհակալ եմ, պարոն Սարգսյան։ Ես եմ շնորհակալ։ Զրուցեցինք փաստաբան Տիգրան Սարգսյանից, տեսություն կհանդիպենք։